Հայաստանի նոր սարքը քո սրտին Երբ խոսքը գործ է դառնում Հավատը ուժ է ցնկում Եկեղեցու Դուք պաշտպանում եք արդեն տևական ժամանակ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության արմավիր քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ թե կալանավոր Ռուբեն Սարգսյանի շահերը եւ փաստաբանների պալատի անդամ եք, փաստաբան կխնդրեի ներկայացնեք համառոտ, որովհետեւ մենք տեղեկություններ ունենք, որ ինքը արդեն բավականին լուրջ առողջական խնդիրներ ունի եւ բողոքում է, որ իր նկատմամբ հարուցված նախաձեռնված քրեական վարույթը թե վարույթները այդ ամենը շինծու է եւ ինքը տևական ժամանակ է հայտարարել է հացադուլ կխնդրեի ներկայացնեք իրավիճակը էլի Ուրեմն սկսենք սկզբից նկարագրական շատ արագ ասել որպեսզի ավելի պարզ լինի 2015 թվականից իր նկատմամբ մեկ շինծու քրեական գործ է հարուցվել իր նկատմամբ էլի իր նկատմամբ այո Ռուբեն Սարգսյանի նկատմամբ Էդգար Մեհերի Գյուլազյանի առևանգելու վերաբերյալ այնուհետև 2018 թվականին մարտի 17-ին արդեն իսկ թմրամիջոցների իրացման փաստով քրեական վարույթ նախաձեռնվել Էդգար Գյուլազյանի նկատմամբ, սակայն վերջինս այդ ժամանակ արդեն իսկ մահացած է եղել։ Այնուհետև չգիտեմ ինչ պատճառներով արդեն իսկ գործը սկսել են իրենց ոստիկանները սկսել են փորփրել, պարզել են իրենց բանը, որ սպանությունը կազմակերպել է Ռուբեն Սարգսյանը։ Սակայն այդ նշված քրեական վարույթը շինծու է, քանի որ այս պահի դրությամբ ինչքան մենք վկաներ եւ ապացույցներ ենք հետազոտել, բոլորը հստակ ասում են, որ ոստիկաններն այսպես արին, ոստիկանները այնպես Որտեղի ոստիկանությունն է, որտեղի քննչականն է։ Էրեբունի ու Վարաշեն ոստիկանության բաժնի ոստիկաններն են այդ վկաների եւ հետազոտողների։ Չէ, կներեք, իրար ճիշտ հասկանանք։ Էրեբունու ոստիկաններն են, թե Նուբարաշենի։ Էրեբուն, չէ, ոստիկանության բաժինն այդպես կոչվում, ինչպես նաեւ քննչականն այդպես։ Էրեբունի եւ Նուբարաշեն։ Այդ ձևը։ Էրեբունու ոստիկան։ Էրեբունու ոստիկան Նուբարաշենը կապ չունի։ Ընթերցողների մոտ տպավորություն չստեղծի, որ Նուբարաշենի բաժինն էլ է։ Քննչականը Էրեբունի եւ Նուբարաշեն, բայց Նուբարաշենի մա առանձին բաժին է, Էրեբունին առանձին բաժին է։ Այսինքն խոսքը Էրեբունու ոստիկանության մասին է։ Հիմնականում վկաներ են տեցիկրու կոչվող թիթեռնիկները, 4-5 հոգի։ Արդեն պարզ է։ Վկաներ, ինչպես նաեւ մեկ թմրամիջոց իրացնելու փաստով անձ են բռնել, այնուհետև պարզվել է, որ նշված անձը Ռուբեն Սարգսյանի բանտախցում է եղել ու իրենից այդ բոլոր այդ նկարագրական մասը իրենք սիրուն նկարագրել են եւ այդ շինծու մեղադրանքը առաջադրել են Ռուբեն Սարգսյանին։ Ռուբեն Սարգսյանը ներկայացել է ոստիկանության բաժին է գնացել, 3 ժամ հետո իր ազատ տեղաշարժի իրավունք իրացնելու նպատակով դուրս է եկել, սակայն իր հետևից հետախուզում են հայտարարել, չգիտեմ ինչի։ Այնուհետև գնացել է Հայաստանի Հանրապետություն, քանի որ ինչ-որ գործեր ունի իր բիզնեսների հետ կապված, իրեն այնտեղ պահել են 1 տարի, այսպես ասած, իր իսկ խոսքերից ելնելով իրեն առևանգ է պահել, սակայն չգիտի ով է այստեղ այդ գործի հեղինակը։ Հետո ինքը անցել է Հայաստանի Հանրապետության սահմանը, նշված գործի հետ կապված արդեն քրեական գործը կարճվել է բնականաբար վաղեմիության ժամկետն անցնելու կապակցությամբ, այդ սահմանահատման հետ։ Դա քննիչի կողմից է։ Չէ, դատարանում մենք այդ վաղեմիությունով կարճվեց։ Այնուհետև Ռուբեն Սարգսյանը երկարատև արդեն իսկ գտնվում է երկար ժամանակ է գտնվում է քրեակատարողական հիմնարկներում, բազմաթիվ այսպես ասեմ, խափանման միջոց փոխելու միջնորդությունները ներկայացվել, սակայն դատարանը չի ցանկանում փոխել։ Այս պահին Վճռաբեկ դատարանում է գտնվում իր խափանման միջոցի հետ կապված հարցը, սակայն Վճռաբեկ դատարանը այս մոտ 8 ամիս է, իսկ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից վարույթ է ընդունել, սակայն որևէ այսպես որոշում չկա միջև հիմա, բայց այդ կան երկար։ Այդ հանգամանքներից ելնելով, այսինքն Պարսկաստանում գտնվելով այդ առևանգման հետ կապված, այդ խափանման միջոցի հետ կապված, այդ շինծու քրեական գործի հետ կապված, Ռուբեն Սարգսյանը արդեն իսկ ստիպված է, որ 6 տարին արդեն լրացել է 6 տարից ավել է
մտել է հացադուլի, որպեսզի վերջապես պետությունը իրեն ուշադրություն դարձնի եւ հասկանա, ասենք ինչու է այս պայն Ռուբեն Սարգսյանը գտնում անազատության մեջ։ Նշված խափանման միջոցի հետ կապված նաեւ կա եվրոպական դատարանի վճիռ, որով ասում է, որ երկարատև կալանքը անթույլատրել է։ Շատ ներողություն, դուք նշեցիք 6 տարի հացադուլ, 6 տարի հացադուլ չէ, 6 տարի անազատության մեջ է, բայց ինչքան ժամանակ է արդեն ստիպված դիմել է այդ ծայրահեղ միջոցի։ Արդեն մոտ 7-8 օր է վերջինս գտնում է հացադուլի մեջ եւ նշում է, որ եթե բնականաբար արդեն իրեն ուշադրություն չդարձնեն, կմտնի ջրադուլ եւ բոլորս հասկանում ենք դրա հետևանքների մասին, թե ինչ տեղի կունենա։ Վերջինս երկրորդ կարգի հաշմանդամ է, բոլոր փաստաթղթերը մենք ներկայացրել ենք վարույթ նախաձեռնող մարմին, որպեսզի վարույթ նախաձեռնող մարմինը դատարան կներեք, այդ պայդրության վարույթ նախաձեռնող մարմինը դատարանն է, որպեսզի դատարանը հաշվի առնի բոլոր հանգամանքները, վերջինս գոնե տնային կալանքով եւ գրավով օրինակ լինի տունը միջև բանը քրեական գործի ավարտը։ Իսկ հացադուլ հայտարարելու մասին արդեն որպես փաստաբան դուք տեղեկացրել եք պատկան մարմիններին, թե կարող ասեն դա ձեր գործը չի։ Դատարանում մենք դա ներկայացրել ենք, տեղեկանքը բնականաբար մեզ այս պայն հասանել չի, ես արդեն իսկ քրեակատարողական հիմնարկից պետք է ուղարկեին մեր միս պաշտպանին Թամարա Բաղդասարյանին, իսկ դատարանը այս պահի դրությամբ ինքը տեղյակ է, որ Ռուբեն Սարգսյանը գտնում է հացադուլի մեջ։ Հիմա ըստ ձեզ եւ ըստ ձեր պաշտպանյալի իր նկատմամբ շինծու քրեական վարույթ է նախաձեռնվել, նյութեր են կազմել եւ դրա այն որ ասում է քավորը ոստիկանության Էրեբունու բաժինն է։ Հա, այսպես ասեմ, որովհետև անընդհատ այդ դատարանում հարցաքննությունների ընթացքում, քանի որ ինքը դռնբաց է եւ հրապարակային, բնականաբար այն ապացույցները, որ հետազոտվել են, կարող եմ հրապարակային ես նշել, այսինքն որ չի հետազոտվել, նա չեմ կարող, էլի, այսինքն վկաները, ովքեր որ գալիս են դատարան, վերջիներս հայտնում են ոչ միայն վկաներից են նաև կատարողը եւ օժանդակողը, որոնց նկատմամբ կան օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, այսինքն կատարողը եւ օժանդակողի մասով կա, հիմա իրա ինքը կազմակերպիչ է, այդպես են նկարագրել։ Դրա համար եմ ասում։ Վերջիներս են հայտնեցին, որ ոստիկանության այդ աշխատակիցների հետ ոնց ասեմ, աշխատանքների շնորհիվ այս գործը այսպես շատ սիրուն եղել է։ Ես մի բան ասեմ մենակ, ուրեմն նաև այսպես ասած սպանություն ասված ինքը ինչու է շինծու, որովհետև դատաբժշկական եզրակացությամբ ասում են, որ այս մարդը այդ թունավորումից է մահացել, այսինքն մետամֆետամին օգտագործած է եղել այն թմրամիջոց։ Հա, թմրամիջոց օգտագործած է եղել, հետո վատ վիճակում է եղել, բժիշկները եկել սրսկել են, այդ դրանից գերարյունություն է ստեղծել ու ինքը մահացել է, այսինքն սպանություն որպես այդպեսին ասված ինքը չկա, որ այս տարիներ շարունակ այսպես անձին պահում են անազատության մեջ ու ցանկանում են որպեսզի վերջինս ծայրահեղ միջոցների դիմի։ Այսինքն ձեր պաշտպանյալին մեղադրում են սպանության մեջ, որը ըստ իրեն եւ ըստ ձեզ անհեթեթություն է։ Այո։ Իմ պաշտպանյալին այս պահի դրությամբ մեղադրում են շինծու քրեական գործի մեջ, որը որ այդ քրեական գործը ի սկզբանե է շինծու, քանի որ այն ինչ մեղադրական այդ նկարագրական մասում իրենք դրել են, որ Էդգար Գյուլազյանին վերաքննիչ դատարանում ցուցմունք չտալու համար Ռուբեն Սարգսյանը այսպես գործողություններն է կատարել։ Էդգար Գյուլազյանը ցուցմունք ունի դատալեքսով հրապարակված, որ ինքը ասում է Ռուբեն Սարգսյանը այդ կառավարման այդ մարդը կապ չունի։ Ընդհանրապես կապ չունի։ Ուղղակի որ ասենց ասեմ, օրինական ուժի մեջ է դատական ակտը արդեն մտել, չեմ ուզում օրինական ուժի մեջ մտած դատական ակտը հրապարակեմ, ուղղակի այդ նկարագրական մասի մեջ որ նշած է, որ Էդգար Գյուլազյանի վերաքննիչ դատարանում ցուցմունք չտալու համար նման գործողություններ եկել, դա այնց ի սկզբանե շինծու է։ Մենք նաև ունենք տեղեկություններ, որ այս պահին ձեր պաշտպանյալի վիճակը կարելի ասել օրասական է։ 50-50 է նրա կյանքը։ Քրեակատարողական ծառայությունը կամ, չգիտեմ, դիմել եք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի միջամտեն, բուժումը, որտեղ ես գիտեմ, որ իր հարազատները նույնիսկ ուզում են, որպեսզի բուժումը էլի ոստիկանների սկողության տակ իրականացվի հիվանդանոցում, որտեղ ասում են քրեակատարողական հիմնարկում այն բուժումը չեն ստանում, ինչ որ կստանան քաղաքացիական հիվանդանոցում։ Ուրեմն այո, մենք միջնորդություն է Թամարա Բաղդասարյանը միջնորդություն է ներկայացել իր մեր համատեղ համաձայնությամբ, որպեսզի դատաբժշկական համալիր փորձաքննություն իրականացվի ու ներկայացվել է դատարանում այն բոլոր հիվանդությունները, որով որ Ռուբեն Սարգսյանը տարապն է, այսպես ասած,
Վերջինս երկրորդ կարգի հաշմանդամի իր աղիքների հետ կապված երկրորդ կարգի հաշմանդամությունը աղիքների հետ կապված է, կպումների հետ կապված, այս բան որ ինքը արդեն իսկ հացադուլի մեջ, այսինքն ինքը արդեն իսկ վտանգ է։ Արդեն հա, որտեղ պետք է ինքը սնունդ հա, արդեն իսկ վտանգ է, այս բան իր առողջական վիճակը բնականաբար լավ չի, պայքարում է, այսպես ասած, որպեսզի իր ազատության համար է պայքարում, իր ազատության համար նաև պայքարում ենք մենք, որպեսզի իրեն գոնե տնային կալանքով կամ գրավոր որոշակի ժամանակով գտնվի տունը, այս քրեական գործը մինչև ավարտի, տեսնենք ինչ է դառնում վերջում։ ոչ միայն իր ազատության, այլ իր անմեղության համար։ Բնականաբար, Որովհետև մասով իր անմեղության համար ըստ իրեն ոստիկանության երևույթ ու բաժնում գործ են կարել իր վրա։ Այո։ Անմեղությունը դե բնականաբար անմեղության մասով ես նշեցի հանգամանքները, այսինքն այդ անմեղությունը ինչից է բխում, այսինքն վկաներից ուսմունքներն այն այնտեղ գրավոր ապացույցներ են հետազոտել, բոլոր ապացույցները այսպես ասած, մի հատ ապացույց չկա, այսպես ասած, որ այնտեղ ինչ որ հանգամանք լինի, որ Ռուբեն Սարգսյանը կազմակերպել է սպանություն։ Իսկ դիմել եք ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, քննչական կոմիտեի նախագահին, որ նախարարին դիմեք, որ ոստիկանությունը լավ չի աշխատել, սարքել է այդ մարդու գլխին, քննությունն էլ ոչ օբյեկտիվ է գնացել, դրա համար չպիտի չեք միջնորդը, որպեսզի լրացուցիչ քննություն կատարվի։ Ուրեմն նայեք, նախին քրեական դատավարության օրենսգիրքով, այսինքն հանցագործության առիթի այդ հիմքը եւ առիթը այս պարագայում դատարանում եթե ինչ-որ մեկը հայտարարություն է անում, հայտարարություն է տալիս, ըստ էության ինքը հենց հանցագործության մասին հաղորդում է, այսինքն 2019-20 թվականներին այդ նույն գործով այդ կատարողի եւ օժանդակողի մասով բոլոր այդ հայտարարությունները տվել են։ Դրանից հետո մենք ոչ մի բան, այսինքն 4-5 տարի, այսինքն անընդհատ այդ մարդիկ նույն բանն են նշում, նույն իրենց պաշտպաններն են հանցագործության մասին հաղորդում տվել, ասենք իրենց պաշտպանյալների միջոցով, վկաներն են դրա մասին, դատալեքսը որ բացենք տվյալ քրեական վարույթը, այնտեղ արդեն ամեն ինչ պարզ է, երևում է, որ բոլորն էլ դրա մասին ասել են։ Մենք էլ ենք այս վերջում մի քանի օր առաջ նիստի ժամանակ հանցագործության մասին նաև հաղորդում ենք ներկայացնել, որ դատարանում, այո, դատարանում հանցագործության մասին հաղորդում ենք տվել, որ Պարսկաստանում իրեն առևանգ է եւ պահել են, նշված է կապված բազմաթիվ անգամ։ Ինքը գրել է նաև մենք ենք դատարանում հայտարարել, սակայն այսօր դատարանը այսօր տեղեկություն չկա, դատարանը ասաց, եթե քրեական վարույթ նախաձեռնի, մենք պատրաստ ենք իրենց նյութեր տրամադրել։ Դե բնականաբար այդ մասով ասենք բայց վաղ չեն ասի Պարսկաստանում են առևանգը մենք ստեղ ինչ անենք ասեմ դες ուրեմն նայեք դե մահանա չբռնեն էլի հա նայեք տեսեք ոնց է ես այսպես եմ մտածում որ իրեն պահել են Պարսկաստանում միջև ստեղ այդ գործը սիրուն ասենց ոնց ասես կլորացնեն իր վրա որպեսզի ինքը ընդերից աթը որ գա ստեղ ամեն ինչ պատրաստ լինի բայց էլի ներկա պահին ասենք այդ 23 հատոր քրեական վարույթ այդ նյութերում որևէ այսպես մեկ ապացույց չկա որ ասեն օրինակ լավ Ռուբեն Սարգսյանը օրինակ չգիտեմ ինչ որ բանա ձեռք բերել օրինակ չեմ թմրանյութ է ձեռք բերել ինչ որ X անձի միջոցով տվել է Պողոսին հետո այդ Պողոսը տարել է հետո այդ մարդուն սպանել են հետո սպանածներից տարել են ինչ որ մի հատ X-Y ինչ ես նկարագրական մասն եմ էլի ասում բայց իրականում այդ մարդը որ մահացել է այդ մարդը սաղ էր, այդ մարդը շտապօգնության մեքենայի մեջ է մահացել, այդ սխալ սրսկման հետևանք է։ Ներարկման արդյունքում էլի, հա։ Դա բնականաբար վկաները հայտարարել են։ Հավատում եք, որ կհասնեք արդարության վերականգմանը։ Այսպես ասեմ, ուրեմն որ ասում արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում։ Այո, փորձենք հասնել արդարությանը, որտեղ բնականաբար ասենք գործեր են ունեցել որ արդարացրել եմ եւ դրանով բնականաբար ես ավելի լավ եմ զգացել որ ես կարողացել եմ օգնել իմ պաշտպանյալներին նշված գործի հետ կապված պայքարել են ես ու մյուս փաստաբան Համարապետ Բաղդասարյանը որպես իրեն արդարացնի մեկը միջև վերջը պայքարել են միջև երրորդ դատարանը մենք ողոքով արկել ենք